Մրցատարածքի ջրերը մինչև եզրափակչի մեկնարկը, քանի դեռ խաղաղ են, մասնակիցների հույզերն են հախուռն ու միավորող, բոլորն էլ եկել են հաղթելու։ Լողով զբաղվում եմ 5 տարի, եկել եմ այստեղ միայն հաղթանակի հետևից։ Եզրափակիչ փուլին ընդառաջ Շիրակցի կրտսեր խմբի լողորդները տևական ժամանակ օրը շատ վաղ են սկսել, լավ մարզավիճակում լինելու համար մեծ ջանքներ դրել, անտրտունջ պարապել։ Շաբաթական 6 օր, բացի կիրակի օրից։ Ժամը 6-ին առավոտվա։ Ավագ խմբի լողորդներն էլ նույն գրաֆիկով են պարապել, տարբեր դպրոցների ուժեղագույններով միավորվել, նպատակ են դրել մարզի անունը հաղթական հարթակից անպայման հնչեցնել։ Շատ համախմբված աշխատել ենք, պատրաստվել ենք այս մրցումներին եւ եկել ենք այստեղ հաղթանակի համար։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին։ Երբ ժամանում են նաև վարչապետը, կառավարության ներկայացուցիչները մրցելու հաղթելու մղումներին արդեն լողավազանում ազատություն տալու ճիշտ ժամանակն է։ 1041 աշակերտ է մասնակցել դպրոցականների շրջանում առաջին անգամ անցկացվող վարչապետի գավաթ լողի մրցաշարի նախընտրական փուլերին։ Եզրափակչում են 128-ը երկու տարիքային խմբերով՝ 8-ից 12 տարեկան, 3-ից 6-րդ դասարաններ եւ 13-ից 17 տարեկան, 7-ից 12-րդցիներ։ Եզրափակչում մրցում են հավաքական թիմերով հանրապետության մարզերից ու Երևանից։ Յուրաքանչյուր թիմում 8 մասնակից է, 4 տղա, 4 աղջիկ, 50 մետր երկարությամբ լողավազանում կրտսերները հաղթահարելու են փոխանցումալողով յուրաքանչյուրը հենց 50 մետր, ավագները կրկնակի մրցատարածք ազատ ոճում։ Կրքերը թեժ են թե լողավազանում, թե լողավազանի շուրջ։ Կրտսերների պայքարում առաջինը լինելու ոգևորությունը Երևանի թիմինն է։ Ավագների պայքարում նույնպես հաջողությունը մայրաքաղաքի լողորդներինն է։ Հաղթանակ ենք տանում Երևան։ Էմոցիաները շատ են։ Այս հաղթանակը մեր բոլորի հաղթանակն է, ու ես շատ ուրախ եմ, որ մենք թիմային ենք, ու մենք մեկս մյուսին sense պատժկա ենք անում, ձենս կտրվել է։ Ու շատ շնորհակալ եմ նաև բոլոր մարզիչներին, որ մեր համար ջանք ու եռանց չեն խնայում, ու ամեն առօր ժամը 6-ից մեր հետ պարապում են։ Երկրորդ պատվավոր հաղթանակը երկու տարիքային խմբերում էլ արդեն Գյումրուն է։ Կոտայքի փոքրերը 3-րդ տեղում են, ավագների եռյակը եզրափակում է լոռին։ Մրցապայքարից հետո էմոցիաները երբ փոքր-ինչ հանդարտվում են, պատվո հարթակին բարձրանալու ու պարգևներ ստանալու հանդիսավոր պահն է՝ գավաթներ, մեդալներ ու դրամական։ 4 միլիոն դրամ առաջին տեղ գրաված թիմերին, 2.5 միլիոն երկրորդ եւ 1.5 միլիոն երրորդ։ Գումարը համամասնության բաժանվելու է հավաքական թիմի անդամների դպրոցների միջև մարզական ենթակառուցվածքների բարելավման նոր գույք ձեռք բերելու համար։ Դրամական պարգև ունեն նաև հաղթող աշակերտները եւ մարզիչները։ Շնորհավորական ելույթում վարչապետը նախանկեղծանում է մրցաշարի արդյունքներն անակնկալ չէին, հաղթելու հավանականությունը նախային թիմի աշակերտներին է, որոնք հնարավորություն ունեն լողավազաններ հաճախել, մարզվել, ու մի քիչ մեղավորության զգացողություն կա այն երեխաների համար, որոնք իրենց բնակավայրերում այդ հնարավորությունները չունեն։ Ես ուզում եմ մենք այս փուլում ծափահարենք բոլոր այդ երեխաներին, ովքեր եկան եւ այսօրվա մեր իրադարձությունը դարձեցին իրականություն, այս խնդիրների հետ առնչվելիս է, որ գույքագրում ենք մեր խնդիրները։ Բայց լավ լուրն է նա, որ մենք արդեն այդ քաղաքական որոշումը կայացրել ենք, որ մեր բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետքա լինի։ Մարզաձևերի մեծ մասը լողը հատկապես կապված է ենթակառուցվածքների հետ։ Կա լողավազան, կա արդյունք, չկա լողավազան, չկա արդյունք։ Չնայած հնարավորությունների անհամաչափ աշխատվածությանը, վարչապետը կարևոր է համարում, որ մրցաշարը կայացավ ու չհետաձգվեց։ Մենք չենք պատրաստվում մեր խնդիրների, մեր չունեցածի առաջ խեղճանալ, կանգնել, շիվարած։ Մենք պատրաստվում ենք առաջ շարժվել եւ մենք առաջ ենք շարժվում։ Եվ մյուս կողմից ես հույս ունեմ, որ այսօրվա ձեր առաջին տեղը Հայաստանի Հանրապետությունում կլրացվի միջազգային մրցաշարերի պարգևատրման հարթակներին ձեր ներկայությամբ։ Այս մրցապայքարում պարտվողներ չկան, քանի որ թիմային ոգին բոլորին մղեց մինչև վերջ պայքարը շարունակել։ Աշակերտուհիներից մեկը Սյունիքի թիմից էր ոնց որ կեսից վատ զգաց, բայց դուրս չեկավ։ Այսա թիմային ոգին, որպեսզի իր թիմը մրցելույթը ավարտի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ջանքի համար եւ շնորհավորել այդ ջանքի համար, որովհետեւ ամենաուժեղ հաղթանակը նա է, որ մարդը տանում է
ինքը իր դժվարությունների նկատմամբ եւ կարողանում է իր դժվարությունները հաղթահարել։ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությամբ խնդիր է դրված նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ։ Վարչապետը հուսով է, որ այդ մեդալներից առնվազն մեկը կլինի լողից։